Ամեն ինչ սկսվեց մի սովորական հարցուպատասխանից։ Արմատ մեդիայի լրագրողն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ընդամենը հարց տվեց։ Իդեպ կներկայանաք, դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Ով է ֆինանսավորում Արմատ մեդիան։ Պատասխան տալու փոխարեն Ռուբինյանը որոշեց Արմատ մեդիայի ֆինանսավորման աղբյուրը պարզել։ Մի բան, որը հանգիստ չի տալիս ՔՊԱ-ականներին։ Եթե Արմատ մեդիան հավատարմագրված է խորհրդարանում, դա նշանակում է, որ խորհրդարանը ընդունել է, որ այդպիսի լրատվամիջոց գոյություն ունի եւ օրենսդրական պահանջը առ այն, որ պատգամավորը պետք է բարեվարկություն դրսևորի, ներառում է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփվելուն եւ իհարկե Ռուբեն Ռուբինյանը պետք է պատասխաներ լրագրողի հարցին, այլ ոչ թե թեքեր հարցի էությունը այլ հարթություն կամ այլ դաշտ։ Գուցե օրենքներ ընդունող ՔՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանը չգիտի։ Տեղեկացնենք, ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության հարցը կարգավորվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարի լրատվամիջոցները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մինչև մարտի 31-ը։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին բարդ են աշխատում եւ բարդությունների են հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ շփվելից եւ հակառակը պրոիշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ կոնֆլիկտային իրավիճակների մեջ են հայտնվում եւ շփվում են ընդդիմադիր պատգամավորների հետ եւ սա պետք է մտահոգի առհասարակ խորհրդարանի ղեկավարությունը, որը պետք է լուծումներ փնտրի եւ գտնի։ Լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք լրագրողները հայտնվել են իշխանության թիրախում։ Դատական հայցերն ու հավատարմագրումների ձեռքումները դարձել են իշխանության ձեռքին մահակ, ազատ խոսքը լռեցնելու համար։ Թեև այս նույն իշխանությունը իրեն հռչակել է ոչ ավել, ոչ պակաս բաստիոն, այն էլ ժողովրդավարության։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։